Նորարարության կենտրոն է դարձել Երևանը։ Արհեստական բանականության անատոմիա խորագիրն ունի այս անգամ ամենամյա Silicon Mountains 2025 գագաթնաժողովը։ Ու Ucom-ն այս տարի եւս հանդես է գալիս որպես միջոցառման պլատինե գործընկեր, աջակցելով այն հարթակին, որը միավորում է ապագայի լուծումները ստեղծողներին։ Ucom-ը արդեն հանդիսանում է տեխնոլոգիական առաջնորդ, եւ եթե մենք խոսենք ցանկացած տեսակի նորարարությանը, որը պետք է տարածվի ամբողջ երկրով, առանց հերարթակության դա անհնար է պատկերացնել։ Իսկ Ucom-ը վերջերս հայտարարեց, որ 91% արդեն բնակչության հասանելի է կապը, դա նշանակում է, որ առանց նման գործընկերոջ տեխնոլոգիաների մասին խոսելը անիմաստ է։ Ցանկացած ընկերություն, որ ապակայի մասին մտածում է, ուզեջ կամ չուզե ինքը ներառելու է արհեստական բանականության գործիքակազմը իր աշխատանքային, այսպես ասած, գործիքակազմի մեջ։ Ucom-ի եւ Nokia-ի կողմից ստորագրվող փոխմբռնման այս հուշագիրն է փաստում, որ Ucom-ը իրոք մտածում է ապագայի մասին։ Ինքնավար ցանցերը եւ արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար թեմայով է հուշագիրը։ Ucom-ը եւ Nokia-ն հանձն են առել կիսելու իրենց ռազմավարական տեսլականը 6G տեխնոլոգիայի ապագա զարգացման ուղղությամբ, խորացնելով համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում եւ դառնալով նոր տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից։ Այդ հուշագիրը կապացուցի, որ մենք մտածում ենք վաղվա մասին եւ մենք անտարբեր չենք ուզում գտնվել ոչ հեռու ապագայում մեր երկրի տեխնոլոգիական զարգացումների ընթացքներից ու մենք ստեղծելու ենք նոր հնարավորություն, նոր հարթակ, որի վրա կզարգանա ավելի արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը 6G-ի բնական մասն է կազմում, որովհետև արհեստական բանականությունը կարող է ցանցերի ռադիոհասանելիությունը դարձնել ավելի ինքնավար եւ խելացի, մեծացնելով կատարողականությունը, արդյունավետությունը, անվտանգությունը, կայունությունը եւ ստեղծելով նոր հնարավորություններ։ Մեզ համար շատ կարեւոր է նորարարություններն իրագործել Ucom-ի պես կարեւոր հաճախորդների հետ, փորձարկել այն, ինչ մշակել ենք մեր լաբորատորիաներում եւ միասին ստեղծել նոր բիզնես հնարավորություններ, հարմարեցնելով համապատասխան շուկաների կարիքներին։ Հուշագրի համաձայն կանցկացվեն առաջատար լաբորատոր եւ կամ դաշտային փորձարկումներ 6G ցանցերի համար եւ ձեռք բերված փորձը կներդնեն 6G ստանդարտների մշակման մեջ 3GPP ստանդարտների շրջանակներում։ Աշխարհում ամենահետաքրքիր վայրում ինչ նորարարություն լինելու անպայման լինելու է Հայաստանում ու մենք դա ապացուցում ենք արդեն վերջերս կառուցել ենք 5G-ին, որը հետաքրքիր ենթակառուցվածք է, որի հիման վրա մենք կկարողանանք զարգացնել արհեստական բանականություն եւ տարածենք ավելի, որ օգտագործվի օգուտ մեր բաժանորդներին, օգուտ այն ծառայություններին, որ ավելի հետաքրքիր կդարձնեն օգտվելը այդ ծառայությունները։ Ucom-ը եւ Nokia-ն դեռ 2024-ին էին Հայաստանում 5G անցման պատրաստ ցանցի արդիականացման նպատակով պայմանագիր կնքել ու հիմա արված աշխատանքի արդյունքում Ucom-ն ունի ամենալայն 5G ցանցը եւ Հայաստանի բնակչության ավելի քան 91.2%-ը հնարավորություն ունի օգտվելու արագ եւ հուսալի շարժական ինտերնետից։